մեր սիրելի Երևանի Կոմիտասի պողոտայով էի քայլում եւ տեսնեմ ընդդիմադիր քաղաքական գործիչ Զարուհի Փոստանջյանը քաղաքացիների հետ է շփվում, ծառերն է ուսումնասիրում, մոտեցա եւ ուզում եմ հարցեր տամ։ Բարև ձեզ, Տիկին Փոստանջան, անդադ տեսնում եմ պայքարում եք եւ շինարարության, ապօրինի եւ ծառահատումների դեմ։ Հիմա այստեղ անցնում ենք եւ տձև ուրեմն թեղիներ տեսանք։ Ինչ կասեք, ոնց կարելի է այս ամեն ինչի դեմն առնել, քանի որ գալիս են էտում են, հետո վթարային են ծառը սարքում ու ինչպես մենք բոլորս ականատես ենք դառնում, մի քանի 100,000-ով ինչ որ անհասկանալի տնկիներ են առնում, ինչ կասեք։ Նախ ասեմ, որ սա հստակ ծրագրված ապօրինություններ են, այսինքն սա այնպես չի արվում։ Էտումը չի կատարվում մասնագիտական տեսանկյունից բոլոր պահանջների հիման վրա, այլ արվում է այնպիսի էտում, որ ծառը հիվանդանա, փչանա, ոչնչանա, որ հետագայում նաև ունենան այդ իրենց հնարավորությունը, այդ հիմնավորումը իբրև թե ծառը այլևս այն ծառը չէ, որը կարելի է պահպանել եւ պահել, եւ այդ ծառը փոխարինում են ավելի թանկարժեք իրենց այդ ինչ-որ տեղից ձեռք բերված թանկարժեք ծառերով, որի նույնիսկ շուկայական գինը այդքան չէ, բայց բերում են եւ դրա տակ փոխում են այս ծառերը։ Թեղիները շատ կարևոր նշանակություն ունեն քաղաքը մաքրելու առումով, որովհետև նրանք եզակի ծառեր են, որոնք, այո, հիվանդանում են, ինչպես որ բոլոր ծառերը կարող են հիվանդանալ, բայց այդ հիվանդության դեմ նույնպես կա պայքարի միջոց, դա բուժումն է, բայց ցավալի է, որ ծառերը այդպես չեն բուժում, այլ ընդհակառակը, այնպես են էտում, որ ծառը ավելի խոցելի դառնա եւ ավելի շատ ունենա հնարավորություն փչանալու եւ դա են անում, այսինքն պարբերաբար մենք տեսնում ենք, թե ինչպես են խորը այդ էտումը կատարում, այլ ոչ թե մասնագիտորեն էտում եւ վերջ ի վերջո հասնում են նրան, որ ծառերը մահանում են։ Եթե մենք այսպես մի քիչ իջնենք, ապա կտեսնենք նաեւ Մերգելյանի այգին, թե ինչ են արել այդ այգու հետ, այն հաստաբուն ծառերը, որը ես ցույց տվեցի, ոնց էին կտրել, հատել, մորթել, այդ նույն Բեգոյան է, չգիտեմ ինչի է այդ անձնավորությունը, որը ծառերի փաստացի դահիճն է Երևան քաղաքում, ամբողջը նոսրացրել են, դրել են թփեր եւ այլևս այն ինչ որ մենք ունեինք, այսինքն այգի, որը ունի հաստաբուն ծառեր, խիտ, սաղարթ, այդ այգիները այլևս գոյություն չունեն, ամբողջը ցամաքեցնում են, ամբողջը վերացնում են, ինչ որ թփեր են դնում, որը դեկորատիվ իմաստով միգուցե բավարար է, լավ է, գեղեցիկ է, բայց որպես այգի, որը ունի իր նպատակային նշանակությունը թթվածին արտադրության առումով, այդպիսի այգիներ մենք այլևս Երևանում չենք տեսնում։ Չենք տեսնում ինչու, որովհետև այդպիսին է քաղաքականությունը։ Երբ մենք նայենք լանջերին, նորքից միջև ներքև, ապա այդտեղ էլ ենք մենք տեսնում։ Գիտեք, անցանք, ցուրտ ու մութ տարիները անցանք, Ծիծեռնակաբերդը տեսանք ինչ եղավ, այդ անտառը տեսանք ինչ եղավ, մանումենտի անտառ, մենք կարող էինք ջուր ունենք, այդ ջրի միջոցով ջրենք եւ վերականգնեինք այդ անտառները, բայց դիտավորյալ այդ ամենը տեղի չի ունեն, ընդհակառակը դիտավորյալ տեղի է ունեն չորացման գործընթաց, որպեսզի այդ բոլոր տարածքները ապագայում նաեւ դառնան շինարարական հրապարակներ եւ ինչ ենք տեսնում, ամբողջ քաղաքը բետոնե կառույցների մեջ է թաղված։ Տիկին Փոստանջան, նորքից բացի բուսաբանական այգու տարածքում մեծ վնասներ էին տրվել եւ հենց բուսաբանականի այսպես կոչված գիտնականներից մեկը արդարացնում է։ Դուք դա տեսել եք, ինչ կարծիք եք։ Հիմա տեսեք, ոմանք էլ ասում էին դա բուսաբանական տարածքը չի։ Վերջերս այլ նաեւ այդ Բեգոյան կոչեցյալի կազմակերպության մեջ է ընդգրկված ինչ որ մի իբրև գիտնական, ով տալիս է ծառերի վերաբերյալ մահապատժի որոշումներ։ Այսինքն նույն այս այգին, որը կտրվեց, ամբողջությամբ ոչնչացվեց, Մերգելյանի այգին,
դրանք տրվում են գիտնականների ստորագրությամբ, գիտական ինչ-որ կոչումներ ունեն այդ մարդիկ, ովքեր որ տալիս են այդ որոշումները, ինչ-որ հանձնաժողովներ կան, այսօրվա և գիտնականն է կներեք թուրք, ով որ նման որոշումներ է արձակում, և նաև ոչ գիտնականը, ով որ Բեգոյանի նման մեկն է, դրանք էլ նույն ոճի, նույն, այսպես ասած, մտայնության, նույն գործելակերպի անձնավորություններ են, հետևաբար գիտնականը, եթե նույնիսկ գիտնականը, դա դեռ ոչինչ չի նշանակում։ Ծակ պրոֆեսոր կարելի է երևի բնորոշել։ Մյուս հարցը, որ դուք շատ ակտիվ վերջին շրջանում ձեր հայրական տունը, եթե կարելի ասել, որովհետև Տիգրան Ավինյանը այդպես բնորոշեց, իբրև թե դա անձնական հարց է, բայց ես որպես երևանցին երևանցու հարց տամ, ինչ է կատարվում այդ տանը, որը 100 տարի առաջ է կառուցվել, ու ինչ է այդպիսի մեծ շինարարությունը թույլ տրվել։ Հիմա տեսեք, դա պատմական նշանակության տարածք է, որովհետև տարածքի վերաբերյալ գծագիրը, այսինքն հատակագիծը կազմել է Թամանյանը, և տարածքի այն տներն են եղել, որը երկուսը քանդվել է Ավինյանի այս ապօրինի որոշումների ներքո, այսինքն Երևանի քաղաքապետարանի որոշումների ներքո, և ընդհանուր առմամբ պատմամշակութային կարևոր լանդշաֆտը այս պայծրությամբ վերացնում են։ Ով է վերացնողը? Ավինյան Տիգրանը։ Անձնական է, իհարկե անձնական է, բայց ես հայ եմ։ Հայ եմ և գաղթած արաբկիցիների, հին արաբկիցիների թոռ եմ։ Այն սերունդն եմ, որը այսօր ժառանգել է այս արաբկիր համայնքից ինչ-որ պատմամշակութային կարևոր մաս և պարտավոր են պաշտպանել այդ կարևոր մասը թուրքական ոտնձգություններից, որը կատարվում է։ Այնպես որ Ավինյան Տիգրանին ինքը, ես չգիտեմ իր ծագումնաբանությունը որտեղից է, ես չգիտեմ նա ինչ ծագումնաբանություն ունի, նույնիսկ ես իր ստորագրությունն էի փորձում ստուգաբանել, թե ինչ տառերով է գրված, որ այբուբենն է օգտագործված, նույնիսկ դա ինձ համար հասկանալի չէ, հետևաբար, այո, ես ունեմ ծագումնաբանություն, ես հին արաբկիցիների թոռ եմ, իմ մայրական կողմս բանից է, ես շատ լավ գիտեմ իմ պատմությունը, գիտեմ արաբկիր նոր քաղաքի հիմնադրման պատմությունը, որը հիմնադրվել է իմ պապերի կողմից, որոնք եկել են և ստեղծել են այստեղ դպրոցներ, երկու դպրոց, Շինվանզադեի և Ռաֆու դպրոցը, իր ինքը որտեղից է եկել, ինչ պապեր ունի, ես միայն իր հորն եմ տեսել, ով համբալ էր անվանում։ Այդ բոլորս ենք տեսել։ Այո, բոլորն են տեսել, միայն այդ մարդուց գիտեմ, այսինքն համբալի դասեր տվողին միայն գիտեմ, իր ծագումնաբանություն։ Նաև սոցիալական դասակարգում են անում։ Ով կարող է չվճարել ավտոկայանատեղիների, իդեպ ձեր խմբակցությունը պայքարում էր դրա դեմ, ինչ-որ մի բանի հասան, որ այդ թանքը… Տեսեք, այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ նույն տրանսպորտի հետ կապված սոցիալական խնդիրը շարունակում է առկա մնալ, շատ ոչ պարտաճանաչ վարորդներ կան, ովքեր, որ ինչ են անում, ստիպում են մարդկանց, որպեսզի մտնեն առաջի մուտքից ավտոբուսների և նույնիսկ հորդորում են վճարեք նոր անցեք, մինչդեռ դա վարորդի պարտականությունը չէ և վարորդները պետք է հասկանան, որ բոյկոտ գոյություն ունի և այն 100 դրամը, որ նախկինում վճարում էին, նույնիսկ այդ 100 դրամը ինքնարժեքը չի կազմում, մենք ունենք հստակ զեկույց ապացույցներով հագեցված, որտեղ նշվում է, որ մեկ ուղևոր փոխադրումը Երևան քաղաքում կազմում է ավտոբուսների 62 դրամ։ Դուք պատկերացրեք, նույնիսկ 100 դրամի դեպքում շահույթ են ստանում։ Էլ ուր մնաց 300 դրամ էին ուզում, հիմա 150 են փոխում մարդկանցից, որը անթույլատրելի է։ Այսինքն քաղաքը դարձրել են իրենց համար ուղղակի մի հիանալի խաղատուն, որտեղ իրենք մտնում են և ամբողջը իրենք շահում են, գրպանները լցնում են և դուրս են գալիս, այսինքն իրենց համար Երևանը դարձել է խաղատուն, խաղատնում գույքը արկն են թանկացրել, այսինքն լցնում են իրենց գրպանները, խաղատնում ինչ են արել, աղբահանության վճարներն են թանկացնում, ինչ-որ անտրամաբանական հիմնավորումներով, խաղատնում
ինչն են թանկացրել, քաղաքային տրանսպորտի գինը, ոնց են թանկացրել, որը 62 դրամ է ինքնարժեքը, բայց իրենք վերցնում են 150 դրամ, եւ այլն եւ այլն։ Տիկին Փոստանջան, իսկ օգտվել եք ես սարքերից։ Չէ, այսինքն այս որտեղ բողոքում են չի։ Ես վճարումներ արել եմ, բայց տոփ չեմ գնել։ Տեսեք ինչ կարգախոս տեսանք։ Չեմ վստահում։ Այո, անվստահելի են։ Չի կարելի վստահել, սա որտեղ է գրանցված այս թերսելը։ Պարզ չէ։ Չգիտեմ։ Գրպանն է գնում այդ գումարները։ Բայց քանի որ խեշտե կա եւ գույներից հասկացա, որ Նիկոլ Փաշինյանին չեն վստահում։ Այդ բանն է, հա։ Այսինքն մենք գիտենք, որ իրենց հետ պետք է ինչ-որ փոխկապակցվածություն լինի այստեղ։ Այո։ Տիկին Փոստանջան, հիմա նայում եմ, ավտոբուսները գրեթե կիսադատարկ են նաև գնում։ Ինչ եք կարծում, ավտոբուսներից այս ժամին չեն օգտվում, թե ավելի շատ սեփական մեքենա եւ տաքսիից են օգտվում։ Ասեմ, տենդենսը իհարկե ավելի շատ դրված է, որ սեփական մեքենաները օգտագործեն, որը սխալ է, որովհետեւ նման քաղաքներում երբ չի շահագործվում հանրային տրանսպորտը, ավելի ծանրաբեռնվում են ճանապարհները, մենք տեսնում ենք անընդհատ խցանումներ եւ հիմնականում քանի որ նաեւ Երևանն է տնտեսական, այսպես ասած, կենտրոնը ամբողջ հանրապետության համար, միայն Երևանում է գործը եւ այլն, հարակից շրջաններից, այդ թվում նաեւ Շիրակի դաշտից, տարբեր տեղերից գալիս են Երևան քաղաք, այո, աշխատելու։ Տրանսպորտը լիքն է լինում միայն այն ժամերին, երբ արդեն երեկո է եւ կամ առավոտ շուտ են, երբ մարդիկ գնում են աշխատանքի։ Հետևաբար, որպեսզի տրամաբանությունը հանրային տրանսպորտի աշխատելու փոխվի եւ քաղաքացիները նախընտրեն հանրային տրանսպորտից օգտվել, նախ հանրային տրանսպորտը պետք է լինի որակյալ։ Սրանք ինչ են արել։ Գնացել են այս ժոնգթոնգները, էքսպերիմենտի մեջ գտնվող ավտոբուսներ են։ Նրանք մասսայական արտադրության հանված ավտոբուսներ չեն։ Նրանք փորձաշրջանի մեջ գտնվող ավտոբուսներ են։ Եվ իդեպ գրված է, որ նվեր են Չինաստանից։ Հիմա տեսեք, գումար վճարել են, բայց փորձաշրջան է։ Այսինքն այս աղմուկը, որ նրանք արձակում են այդ ավտոբուսները։ Նրանք պետք է ինչ-որ տարիներ փորձաշրջան անցնեն, որպեսզի կարողանան սերտիֆիկացում անցնեն եւ այլն, որ կարողանան վաճառքի անել։ Մի խոսքով, բերել են մեր վրա, դրել են այս ժոնգթոնգները։ Փորձարկման դաշտ են։ Այո, փորձաշրջանում գտնվող, մենք էլ փորձադաշտ ենք իրենց համար։ Կարող էին գնել լավագույն ավտոբուսները, ինչու՞ չէ Volkswagen գերմանական, եւ ամբողջ քաղաքը հագեցնեին այդ ավտոբուսներով, որոնք լինեին եւ որակյալ, եւ քաղաքացիներին տրամադրեին որակյալ ծառայություններ տրանսպորտի, եւ գինը լիներ մատչելի, բայց ինչ են արել, ընդհակառակը, նորից այդ նույն ժոնգթոնգը երբեմն գործում է որպես մարշրուտկա։ Այսինքն այդ նույն տրամաբանության ներքո, այնտեղ մեկն է նստած բարորդի տեսքով եւ ասում է, եկեք մոտեցեք, վճարեք, չգիտեմ ինչ արեք եւ այլն, որի իրավունքը նա չունի։ Այսինքն այս պայծրությամբ առնվազն ու նայեք ինչին տրոլեյբուս, հա։ Տրոլեյբուսի մասին խոսենք։ Ամենամաքուր էկոլոգիապես տրանսպորտներից մեկը չի օգտագործվում ըստ հանուն պատշաճի Երևանում։ Ինչի չի օգտագործվում, որովհետև նման տրոլեյբուսներ չեն բերել։ Մի քանի հատ կար Մանի ֆիրման, կարծեմ գերմանական։ Չինական է, բայց չինական լավ արտադրանք է, այսինքն մասսայական արտադրանքը մի քանիսն է։ Բայց պետք է ամբողջ պարկը փոխեին եւ ոչ թե այսպիսի հատվածականությամբ եւ եթե միասնական տոմսի համակարգն է մեկ տոմսով ուղղավորվելու դրա համար պետք է ունենային հատուկ արդեն հագեցված նաեւ սպասասրահներ, այսինքն մարդիկ որ հիմա եթե մոտենանք ինչ որ միտեղ մենք սպասում ենք այո կանգառները մեր սպասասրահները ոչ մի բան գոյություն չունի, ոչ մի ցուցափեղկ չկա, որ երբ կմոտենա, որը կմոտենա, ինչ մարշրուտով է այդ Չվերթի ցուցակ են ասում։ Չվերթի ցուցակը, նրա ուղևորի այդ ուղևորը փոխադրման քարտեզը ոչ մի բան գոյություն չունի։ Այսինքն թանկացնելը լավ թանկացրեցին, բայց ոչ մի համակարգ չեն արել, մետրոն էլ չընդլայնեցին, կանենք։ Խաղատուն են եկել, կեղծ տվյալներ արդեն իրենց, այսինքն իրենց հագեցրել են տվյալներով, մտել է խաղատունը
այսպես ասած, թալանում են, գնում են, մենք իրենց համար փորձադաշտ ենք, սա են արել։ Շնորհակալություն Տիկին Փոստան ջան, ձեզ պայքարում մաղթում եմ հաջողություն, իսկ քաղաքապետարանում դուք նորից կգնաք, ինչ կներկայացնեք, որովհետև մեր դիտողները ձեզ սիրում են իդեպ ու զարմացած էին, որ վաղուց չէիք գալիս քաղաքապետարան, եթե թույլ կտաք այդ հարցին էլ։ Դե ինձ թվում է եկեք նախապես անոնց չանենք, բայց ուզում եմ, որ անակնկալներ լինեն եւ անակնկալները դուր գան մեր քաղաքացիներին։ Հա, շնորհակալություն, նկատի ունեի քաղաքական ակտիվությունը։ Այո, քաղաքական ակտիվություն անակնկալի տեսքով, որը համակրելի կլինի մեր քաղաքացիների կողմից։ Շնորհակալություն։ Այս ընթացքում մենակ մեկը անցավ մեր ասած այդ ավելի լավ ավտոբուսներից, հա։ Նրա համար, որպեսզի ասեմ, որ մեզ էլ մենք ման ավտոբուս ենք բերել բարձր դասի, բայց ըստ էության շոնք-թոնգն է, որ աղմկում է եւ մարշրուտկայի դեր է տանում եւ մեզ էլ ներգրավել է փորձաշրջանի մեջ, այսինքն ես օրինակ չգիտեի դա, որ դուք ասեցիք։ Շնորհակալություն, բացահայտում արեցինք։